Ինչպես դուք նշեցիք, այնտեղ իսկապես լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվել եւ հիմա էլ շինարարություն ունենք, բացի որ թռիչքուղին ամբողջովին վերանորոգվեց, հիմնանորոգվեց, նաեւ շենքային մասի մի մասը իրականացվել էր, մի մասը դեռ մնում էր եւ հիմա շինարարության ընթացքում է, այսինքն ամբողջովին դա էլ կվերանորոգվի եւ կլինի, որ թե մուտք գործող ուղևորները, թե ելքից օգտվող ուղևորները ամբողջովին բարեկարգված, նորոգված հատվածներով կանցնեն։ Այնտեղ գիտեք նաև այլ արտոնություն կա, կապված հայտնի այսպես ասած օդի տուրքի հետ, երբ որ այդ արտոնությունները կան, բայց այնուամենայնիվ այո, սպասելիքները դեռ չեն արդարացել, որ կարող է շատ թռիչքներ լինել, ընդ որում մի տեխնիկական խնդիր էլ կա, այնուամենայնիվ այդ թռիչքուղին ունի որոշակի մասնագիտական դժվարություններ եւ բոլոր ինքնաթիռները եւ բոլոր օդաչուները չէ որ այնտեղ կարող են վայրէջք կատարել, այսինքն որոշակի մասնագիտական սահմանափակումներ կա։ Այնուամենայնիվ գիտեք, որ մենք վերջին տարիներին ավիացիոն ոլորտում բավական դրական աճ ունենք, նախորդ տարի մեր թվերը նույնպես մեծ աճ գրանցեցին եւ այդ միտումը շարունակվում է, ուրախալի է, որ հայկական ավիաուղիները դրանցում իրենց մասնակցությունը ունեն եւ հիմա ամեն երրորդ ուղևորը տեղափոխվում է հայկական որևէ ավիաընկերություններով, իսկ ընդհանրապես Զվարթնոցի եւ Գյումրու հետ կապված մենք հիմա կառավարությունում ունենք գործընթաց պարոն Գրիգորյանի գլխավորությամբ գործընկերների հետ քննարկում ենք հետագա անլայնման, թե շենքային, թե այլ որոշակի մանրամասներով քննարկումներ կա, որի մեջ նաեւ Գյումրու հետ կապված քննարկումներ ունենք, բայց նաեւ կա ակնկալիք, որ Գյումրու օդանավակայանը ավելի շատ կսկսի օգտագործվել եւ իր դերը կմեծացնի, երբ որ Երևան-Գյումրի հյուսիս-հարավ ճանապարհը ավարտենք եւ ավելի կարճ ժամանակում մարդիկ կարողանան հասնել Գյումրի, ինչը իր նպաստը կբերի նրան, որ մի շարք ավիաընկերություններ հաշվի առնելով, որ Գյումրի օդանավակայանից կա արտոնություններ եւ տոմսի արժեքը մատչելի կլինի, կսկսեն այդ հանգամանքը օգտագործելով իրենք այդ ուղղության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերել։